Եվ մշակութային միությունը հավատարիմ իր առաքելության կաչալերած է հայքերին և արվեստին ծառայող բոլոր մասնավորությունները։ Այս բարակային նույն պահանքի մաս կգազմի մեր մաս կազմում մեր հայրենի տաղանդավոր նկարիչները, որ ակցությունը պիտի
կփերեն այս 3 օրերու ընթացքում։ Համազգայնի շրջանանի վարչության անունով բարիկալուս կմաղթեմ ցուցանտեսը բացված հայտարարելով։ Շնորհակալություն ձեր ներկայության համար։ Այժմ պիտի հրավիրեմ ընկեր Ջուհարյանը ներկայացնելու մեր սիրելի նկարիչները։ Ուրեմն այս 4 նկարիչները, որոնք տակավին երիտասարդ են, կարելի է ասել երջանիկ են, ինչու, որովհետև երջանիկ են, որ ես ոնե գիտեմ, որ ժամանակին հայ նկարիչների շատ քիչերին, նույնիսկ Մարտիրոս Սարյանին չի հաջողվել լինել արտասահմանում իր նկարների ցուցահանդեսների բացմանը։ Ուրեմն այս առումով տղաները երջանիկ են, որովհետև Հարավային Աֆրիկայից, եվրոպական մի շարք երկրներից, մինչև Կանադա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, նրանք իրենց աշխատանքները ցուցադրում են և պետք է ասեմ, որ բավական հաջողություն ունեն։ Ինչու ներկայանում այս նկարիչների ցուցահանդեսը նկարիչների հաջողությունը, որովհետև նկարիչներ են, որոնք սերտորեն առնչություն ունեն հայ գեղանկարչական դպրոցի հետ, միևնույն ժամանակ խոսում են գեղանկարչական արտի լեզվով։ Այդ է պատճառը թերևս, որ իրենց նկարները հաջողություն ունեցան Իտալիայում, Վիեննայում, Փարիզում, այսինքն սրանք քաղաքներ են, որտեղ ինչպես ասեմ, հանդիսատեսին այդքան էլ հեշտ չէ համոզել գեղանկարչության առումով, որովհետև շատ դարերից եկող ավանդույթներ ունեն։ Պիտի ասեմ, որ լինելով շատ տարբեր իրարից ոճական առումով, բայց ունեն ընդհանրություններ, դա սերն է Հայաստանի նկատմամբ, սերն է իրենց հայրենի բնաշխարհի նկատմամբ, թերևս կարելի է մի քիչ զարմանքով այսպես հարց տալ, թե ինչու այսօրվա Հայաստանի կյանքը արտացոլող կտավներ չկան, բայց ես տեսնում եմ, որ բոլոր կտավներում կա Հայաստանի այսօրվա կյանքը։ Երբ Մարտիրոս Սարյանին պատերազմի ժամանակ նույնիսկ մեղադրում էին, թե ինչու էին կծաղիկներ նկարում, ինչը պատասխանել է, որ ժամանակին դիմանա։ Հիմա համեմատությունը թերևս գուցե մի քիչ մեծ լինի, բայց ես կարծում եմ, որ տղաները ունակ են և կգա ժամանակը, որ իրենց նկարները մենք կտեսնենք աշխարհի լավագույն ցուցասրահներում։ Շնորհավորում եմ ես ձեզ,
Edvarcan, çekidem ha. Сколько народа русского народа? Потому что нужно печать. Вы не знаете. Образ кого? Ну, пожалуйста, не создавайте. Я вот так и а это ваши шансы. Да он сюда пошел. Могу сказать, чтобы уже второй 200.
в Армении, я думаю, что все знают, что они экстремный рукав, они создали искусство и прекрасно вот на сегодняшний день держали свои культуры и искусства. В итоге вот не только мы находимся в Америке, и очень много художников, и актеры, и архитектуры, все за рубежом свои искусства показывали и показывают сегодня в данный момент. Но я думаю, что в этой должности есть в Армении, но в основном сегодняшний день искусство должно быть в первом очереди везде, потому что везде. Բարեկամներ, այսօր ես ուզում եմ պատմեմ 3 նկարիչների մասին, որոնք այսօր գտնվում են Լոս Անջելեսում։ Այս թող այս նրանց ֆլայերը, որը իմ ձեռքին է, որը պատմում է իրենց մասին, այստեղ ես իհարկե տեսնում եմ 4 անուն, բայց նրանք իմ կողքին կանգնածն են ընդամենը 3-ն են։ Մենք հիմա կպարզենք նաև որտեղ է 4-րդը։ Ես ձեզ պատմեմ, որ բարեկամներ քիչ ժամանակ, կարծեմ 2 ամիս առաջ էր, ես ձեզ ցուցադրեցի այս նույն երիտասարդների ցուցահանդեսը, որը Երևանում էր տեղի ունեցել։ Մենք մի փոքր հետ կդառնանք, ես ձեզ նաև այդ մասին կպատմեմ, ինչ է եղել այն ժամանակ, իսկ հիմա այսօրվա մասին։ Այսօր այս երիտասարդները հասան Լոս Անջելես եւ ես, եթե չեմ սխալվում, բավական երկար ճանապարհ եք անցել, այսինքն սա ձեր առաջին ցուցահանդեսը չի Ամերիկայում։ Եկեք սկսենք ձեզնից, քանի որ դուք ինձ մոտիկ եք։ Ինչպես է ձեր անունը ներկայացնում։ Արմեն Դերմենդյան։ Մեր առաջին ցուցահանդեսը եղել է Վաշինգտոնում, Ամերիկայի մեջ, որը 1 ամիս ընտեղ ենք եղել եւ հրավիրող կողմը ամերիկյան կամպանիա է եղել։ Բարեհաջող, լավ, դրանից հետո արդեն հրավիրել են Լոս Անջելեսում համազգայինը, իրանց հետ կազմակերպել ենք հիմակվա այս ցուցահանդեսը։ Ներկայացեք, խնդրեմ։ Էլի բանն եք ասել։ Չէ, խնդրեմ ներկայացեք։ Գագիկ Բադալյան, նկարիչների միության անդամ, կենտրոնի փոխտնօրեն։ Գագիկ, ես խնդրում եմ ինձ ասես, թե ձեր 4-րդ ընկերը Գագիկ Ղազանչյան որտեղ է։ Ուրեմն Գագիկ Ղազանչյանն այժմ գտնվում է Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում ցուցադրությունների մեջ է, ուրեմն 93 Մենակ է ցուցադրում, թե էլի դուք։ Գագիկ Ղազանչյանը ցուցադրվում է իր կնոջ Լիլիթ Սողոմոնյանի եւ իր կնոջ ընտանիքի, իսկ Վան Սողոմոնյանի եւ Նոնա Գաբրելյանի բոլորն էլ նկարիչներ Դինաստիայով ցուցադրվում են։ շների ընտանիքով ցուցադրվում են Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում։ Ես եւ ընդհանրապես մեր բոլոր բարեկամները, որոնք հիմա նայում են մեր հաղորդումը, շատ ուրախ են, որ մեր ժողովուրդը այսպես տարածվել է ամբողջ աշխարհով եւ ցույց է տալիս իր արվեստը։ Մենք էլ շատ ուրախ ենք եւ շնորհակալ ենք, որ դուք այստեղ եք։ Ես եթե չեմ սխալվում, դուք հանդիսանում եք այս կազմակերպության պրեզիդենտը, ճիշտ եմ, կարելի է ներկայացեք եւ պատմեք այս կազմակերպության մասին։ Խաչիկ Աբրամյան, գեղանկարիչ։ Պետք է ասեմ, որ կենտրոնը ստեղծվել է 1990 թվականին Երևանում։ Կենտրոնը ունի շուրջ 400 նկարիչներ եւ Հայաստանի եւ ներքին արտաքին սփյուռքի հայ նկարիչներ։ Մի քանի խոսքով կարող եմ ասել, որ նկարիչները կենտրոնի ցուցադրվել են բավականի երկրներում, արտասահմանյան եւ սովետական միության տարածքի նույնպես։ Եվ կենտրոնի գործունեությունը այսօրվա վիճակով այս դժվար պահին շարունակվում է եւ շատ նկարիչներ այսօրով գտնվում են արտասահմանում տարբեր երկրներում, սկսած Գերմանիայից, Ֆրանսիայից, Չեխոսլովակիա, Իտալիա, Ֆինլանդիա, Ամերիկա, Կանադա, տարբեր երկրներում են գտնվում եւ տարբեր երկրներում ցուցադրվում են եւ իրենց գեղեցիկ արվեստն են ներկայացնում տվյալ երկրի հասարակությանը եւ արվեստասեր ժողովրդին։ Խաչիկ, մենք նայեցինք ձեր կադրերը, որը Երևանում էր եղել այդ ցուցահանդեսը։ Հիշում եք կարծեմ ինչի մասին է խոսքը։ Ես կուզենամ մի քիչ այդ ցուցահանդեսի մասին պատմեք, որտեվ լուսամուտից երևում էր, որ ցուրտ էր, դեռ ձմեռվա շունչը կար։ Խոսեք մի քիչ այդ ցուցահանդեսի մասին։ Շինորն էր այդ փետրվարի 1-ի մարտի 1-ին, բայց ու ժողովուրդը Հայաստանի Երևանի բնակիչները դեռ տաքության ջերմության շունչը չէին զգացել, բայց մենք
առաջինը որպես արվեստագետներ որոշեցինք այդ ջերմությունը մտցնել, հոգեկան ջերմությունը մտցնել այ ժողովրդի մեջ, այնուհետև նաև կգար երկնային ջերմությունը, քանի որ մեր ժողովուրդը շատ կարիք ունի այսօր թե հոգևորի, թե ֆիզիկական ջերմության։ Ուրախ եմ, որ դու այդպես ես մտածում։ Մեկ բան, որ բացվեց Գառնան առաջին օրն էր, դրանից հետո մեր բանն էր ռուս-հայկական դաշնության կապակցությամբ նորից բացեցինք ցուցանես։ Մի հարցել ես, խնդրում եմ տեսեկով ձեզնից կպատասխանի, ուղղակի մեզ պատմեք մեր բարեկամներին մշակութային կյանքը այսօր Հայաստանում ինչ վիճակում է։ Ասեմ ձեզ, շատ բաներով, դժվարություններով եւ շատ ծանր օրերով ամեն օր անցկացնում են եւ ժողովուրդը եւ ստեղծագործող ժողովուրդը, բայց պետք է ասեմ, քանի որ մեր հայ ժողովուրդը միշտ ստեղծագործ է եղել, մինչեւ այսօր մենք չենք տեսել այդ ստեղծագործ թե լինի նկարիչ, թե դերասան, թե ռեժիսոր, բոլորն էլ ստեղծագործում են, դժվար է, սառ է, ցուրտ է, բայց ոչ մեկ չի դադարում, այսինքն իր աշխատանքը եւ դրա արդյունքն է, որ եւ տեսել եք մեր ցուցահանդեսը Հայաստանում վերջի 2 ամիսների եւ պետք է ասեմ, որ մեր օպերայի թատրոնում եթե ձմեռը նույնիսկ գաք կտեսնեք, որ լեփլեցուն է եւ ժողովուրդը միշտ հաճախ լինում է։ Այդ ամենի մասին տեղյակ ենք եւ նույնիսկ այստեղ տեսնում ենք կադրերը։ Այո, ուզում եմ ասեմ, որ իրականությունը մնում է իրականություն, շատ բաներում դժվար է, բայց ստեղծագործելը եւ աշխատելը որպես արվեստագետ կանգ չի առել մինչև այսօր եւ ինձ թվում է հակառակ պետք է ավելի ու ավելի շատանա։ Եղավ, շատ շնորհակալություն, սիրելի բարեկամներ, ինձ թվում է, որ եթե մենք մեր մեջքին ունենք այսպիսի արվեստագետներ, մենք պետք է ոչ մի բանից չվախենանք։ Ես ձեզ բոլորիդ ցանկանում եմ հաջողություն։